Ես ոչխարներս կճանչնամ, անոնք ձայնս կլսեն և կհետևին ինձի, անուն հոր և որդվո և ողջույն սրբո, ամեն։ Կիրք, Սուրբ Կիրք գարտացողին հարազատ է ոչխարներու հոտի պատկերը, զոր կգտնենք մանավանդ մի քանի դեղ Սամոսներու մեջ։ Սամոս 79-13-րդ համարը գսե որբեսի մենք քու ժողովուրդը քու հոդիտ ոչխարները հավետ շնորհակալություն հայտնենք քեզի սերունդ անդադար քեզ օրհնենք։ Եվ երբ ուզեց դերը առաջնորդել իր ժողովուրդը ընտրեց ծառաներ, որոնք նմանին Հեսուի քաղաքեն ելան ու դարձան և իրենք առաջնորդեին այդ ժողովուրդը, որպեսզի չնմանին այն ոչխարներուն, որոնք հովիվ չունին։ Ես իմ ոչխարներուս մնացորդները պիտի հավաքեմ այն բոլոր երկիրներեն, զանոնք իրենց փառախները պիտի դարձնեմ ու պիտի աճին ու շատանան։ Անոնց վրա հովիվներ պիտի տնեմ ու զանոնք հովվեմ, գսե Երեմիա մարգարեն իր մարգարեության 23-րդ գլուխ 3 և 4 համարներուն մեջ։ Հովհաննես ավետարանչի մոտ գիշվի բարի հովիվը ու գնագարակրե այդ հարաբերությունները, որ կան հովիվին և հոդին միջև։ Այստեղ հովիվը կտարբերի վարսկաններեն, կողերեն, որոնք հոդը կուղեն դեպի գորուստ, իսկ Հիսուս բարի հովիվը անոնց կշնորհե հավիտենական կյանք, ապա անոնց հետ կհաստատե ճանչնալու բացառիկ գաբեր։ Թիվով քիչ այս համարները կվերագրեն հովիվի և հոդի նյութը ու այս արագին մեջ կընդլայնանա։ Այստեղ շեշտը կտրվի համագործակցության և մտերմիկ գաբի վրա, որ կա որդին, որ կպաշտպանե ոչխարները և հորը, որ որդուն հասնեց զանոնք խնամելը, իսկ Քրիստոս ճանչնալ և ընդունիլը աստուծմե պարգև է շնորհված ոչխարներուն։ Հիսուսի ոգեշնչումը իր գագաթին կհասնի այս նախատասության մեջ, երբ կսե ես և հայրս մեկ ենք։ Այս համարձակ խոսքը լուսարձակի տակ կտնե այն խոր միությունը, որ կա հորը և որդի միջև և ասոց մեն մեկնելով կհաստատվի Հիսուսի աստվածությունը։ Եվ այդ մտերմիկ կյանքը կազմված է այն խոր միութենեն ու ճանաչումեն, որ կա հորը և որդի միջև, որում բնական տարածումը կգտնենք այն հարաբերության մեջ, որ կա Սուրբ Երրորդության և հավատացյալներու միջև, որոնք Աստուծո ձեռքերուն մեջ են և ոչ ոք կրնա խլել իրենք հորը ձեռքեն։ Եվ հայրս իրենք որդին հասնեց և դարձան իր սեփականությունը, իր սիրելիները, որոնց կյանքը կապահովե ու իրենց փրկության համար խաչ կբարձրանա։ Այս սեդի մահը լքել չէ, որու միջոցով հայրը գարձես վրեժ կլուծե մեղավորներեն և հետևաբար Հիսուսե, որմեզի համար մեղավոր դարձավ, այլ գադարյալ միություն, աստվածային սիրո արտահայտություն մարդկության նկատմամբ։ Եվ կգարտանք Հովհաննես ավետարանչի 10-րդ գլուխը 27-30 համարները և Հովհաննու հայտնության 7-րդ գլուխ 9-17 համարները դեմ կգենան երկու իրար հակասող պատկերներում։ Հիսուսի մասին հովիվի պատկերը և կառնուկի պատկերը։ Հայտնության կիրքի մեջ կգարտանք, անոնք ոչ պիտի անօթենան և ոչ զարավնան, և կառնուկը, որ կահի մեջտեղն է, հովիվի պես պիտի արածես իրենք և առաջնորդե
Գյանքի աղբյուրի գենսադու ջուրերուն գսե հայտություն 7-16-17 համարներում մեջ։ Համարցակ պատկեր։ Կարնուգը, որ գլահովիվ, ժողովուրդին իմացեն քալելով գարաժնորդես իրենք դեպի ան, որ գյանք է, դեպի ան, որ կսրբե անոնց աշկերուն արդյունքը։ Հովանես ավետարանիչ մեզի կհրավիրեն մտածել այդ դիեզերական հովիվի մասին, լսել ձայնը ու հետևել իրեն։ Ամեն գիրագի սիրելի հավատացյալներ, մենք մգրդվածներս, Աստուծո ժողովուրդը, որը ոչ ոք կրնա խլել Հիսուսի ձեռքերեն, ամեն պատարագի մենք ուխտավորներս հավաքված Տիրոջ գահին դիմաց կմասնակցենք Կարնուգի հաղթանակին, որ մեր հույսի աղբյուրն է։ Կլսենք հովիվի ձայնը, որ կհորդորե քալել իր ուղիով եւ դակավին ելնել ու անցքի մեջ են կփարավորվենք կյանքի արոտավայրերը, իսկ երջանիկ կյանք ապրիլ Աստուծո հետ խոստումի ու ժամանակի հարց է, սակայն հաղթանակը ապահով է Կարնուգի միջոցով, որ հաղթեց։ Կպատմվի սիրելի հավատացյալներ, որ հայրը իր որդին հետ բլուրի վրա գեցած գտիդեն ոչխարներու հոտը, որոնք ծորի մեջ են գասնին։ Հայրը իր որդին գսե, եթե դու լաս այդ հոտին հովիվը, ինչպես կվարվիս, տղան կպատասխանե ասելով, առաջի հերթին գզադեմ արադավոր ոչխարները, գաղը, հիվանդը, արատ ունեցողը, գնային և գնդրեմ կուրտի որագը, ապա գարաշնորդեմ տևի իմ պարախս։ Հայրը գնայի որդին և գսե, փառք դուր Աստուծո, որ Քրիստոս այդպես չրավ։ Այդ Քրիստոս եկավ և ընտրեց, փնտրեց ու կդավ այն, որ զանրապերնված է, այն, որ հիվանդ է, այն, որ արատ ուներ, այն, որ գաղ է, այն, որ տիպահար է, այն, որ մեղավոր է, եկավ և անոնց համար կյանք բարգևեց երկրի վրա և անոնց համար եկեղեցի հաստատեց, գերեզներ օծեց, որպեսզի հովեն ու առաջնորդեն դեպի հավիտենական կյանքը։ Իսկ այդ ոչխարներուն դեղը ուր է։ Եվ այդ ոչխարներուն դեղը Քրիստոսի եկեղեցին է։ Մենք ենք, հավատացյալներս, այդ ոչխարներն ենք։ Եվ այդ եկեղեցին, որուն այսօր դոնը կդոնենք, Սուրբ Էջմիածնի դոնը, ուրմե ելավ Քրիստոսական Քրիստոսի քարոզչության ավետարանի դարազման առաջին ջարակայքները ու դարազվեցան Հայաստանյան աշխարհի մեջ, քարոզելով հարուցյալ Քրիստոսը, գառուցելով նոր եկեղեցիներ։ Այդ եկեղեցին այսօր թիրախված է։ Եվ ինչ է Քրիստոսի եկեղեցին, եթե ոչ մայր, որ մեզ գծնի երկրորդ անգամ հոգիով և ջրով մգրտարանի ավազանի մեջ են։ Այդ եկեղեցին մայր է, որ մեզ գտաստիարագե, որ մեզ գուսուցանե։ Այդ եկեղեցին ուսուցիչ է, որ մեզի կսորվեսնե Սուրբ ավետարանը, փրկության ճանապարհը և ուղղե դեպի հավիտենական կյանքը։ Այդ եկեղեցին մեր հույսն է, մեր կյանքն է, մեր փրկությունը, մեր ապական, մեր անցյալի հենարանը, մեր օրվա պաշտպանը, մեր կալիքի փրկարանը։ Այդ եկեղեցին, որ կառուցված է Քրիստոսաեջ ներկայությամբ,
այդ եկեղեցին, որ Քրիստոսի արյունով հիմնվեցավ, այն եկեղեցին, որ ժայռի վրա կառուցվեցավ, այդ եկեղեցին 2000 տարի է ի վեր վարժ է ամեն տեսակ հալածանքի, ամեն տեսակ տվատություններու։ Այսօր սիրելի հավատացյալներ, քաղաքական վերլուծություն չէ, որ ուզում եմ անել, այլ գրավիրեմ ձեզ, որպեսզի աղոթեք բոլոր անոնց համար, որոնք այսօր ոտքի կանգնած են եւ կհալածեն եկեղեցին, եւ ձեր աղոթքի մեջ ասեք, Տեր Աստված, ներե իրենց, որովհետեւ չեն գիտեր ինչ գնեն։ Եվ իսկապես չեն գիտեր ինչ գնեն, որովհետեւ Քրիստոսի հիմն եկեղեցին ըստ Քրիստոսի խոսքերուն դիվային ուժերը եւ դժողքի ուժերը պիտի չգրնան հաղթել։ Որովհետև Քրիստոս է այդ եկեղեցու գլուխը, Քրիստոս է այդ եկեղեցու դերը ու պաշտպանը, եւ Քրիստոս է, որ գարաշնորհ է։ Այո, ով դեր, լսեցինք որդի ձայնը եւ կուզենք հետևել իրեն։ Թող գենաց հացը, որ իր մարմինն է, որ կդրվի մեզի, հաղթող ըլլա ամեն մահկանացու արարքերու, որ գա մեր մեջ, եւ թող Քրիստոսի աստվածային օրհնությունը ըլլա ձեզի հետ եւ ձեր տուներու մեջ հիմա եւ հավիտյանս ամեն։